Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Կուզեմ այսօր ասել, թե ինչու ես չեմ մասնակցում այս գալիք խայտառակ ընտրություններին։ Ուզում եմ այս հարցին պատասխանել, որովհետև եղել են մարդիկ, ովքեր ինձ հարցրել են, թե ես մասնակցելու եմ, թե չեմ մասնակցելու։ Ու ես պատասխանել եմ, որ ոչ, որովհետև ոչ միայն նրա համար, որ չեմ ուզում, այլև նրա համար, որ նույնիսկ թույլեր չեն տա, որ ես մասնակցեմ, եթե նույնիսկ այս պահին այդ անկախ այդ ռեսուրսները ունենայի։ Ինչպես գիտենք, այս կուսակցությունները հովանավորներ ունեն, մեծ ֆինանս ունեն, որովհետև նույնիսկ ընտրություններին մասնակցելու համար պետք է 10 միլիոն ինչ-որ գումար տան, դրամ իհարկե նկատի ունեմ, ու բացի դրանից լիքը այլ ծախսեր կան։ Դրա համար անկախ ուժը, որ իր սեփական ուժերով է ֆինանսավորում, շատ դժվարությամբ կկարողանա նման բան անել, եթե նույնիսկ կարողանա։ Ամեն դեպքում ես կուզեմ նաև ասել, թե եթե նույնիսկ ունենայի այդ ամենը, այդ ամբողջ այդ ռեսուրսը, այդ գումարը, այդ մեդիան, որ լուսաբաներ մեզ, այդ գումարը, որ այդ ամեն ինչը մենք կարողանայինք տպենք, պատրաստենք եւ այլն, այդպես չի, որ լրիվ կանաչ ճանապարհ կլիներ ու մենք կարող ենք հանգիստ մասնակցել։ Ու այդ ասածս ապացուցելու համար ես կուզեմ ձեզ հիշեցնեմ, թե ինչ տեղի ունեցավ 1.5 տարի առաջ, երբ դեկտեմբերն էր 2024 թվականը, ու ես որոշել էի մեր առաջին համաժողովը կազմակերպել, նշելու համար մեր շարժման 3-րդ ամյակը։ Էլիտ Պլազայում մի հատ կոնֆերանսի սենյակ էի վարձել ու հրապարակել էի դրա մասին, որ դեկտեմբերի 18-ին տեղի է ունենալու համաժողով։ Ու ինչպես գիտեք, չգիտեմ, գիտեք թե չգիտեք, բայց հունվարի 1-ին այն նույն տարվա մենք արեցինք մեր առաջին հավաքը։ Հենց Նժդեի արձանի դիմաց, երբ Արցախը գրեթե նոր էր հայաթափվել ամբողջությամբ ու այսպես ասած Արցախի էջը փակել էին, բայց մեր համար իհարկե դա փակ չէ, մեր թշնամիները դա փակեցին ու նրանց հետ համագործակցող հայադավները, բայց հայ ազգայնականների համար այդ էջը միշտ բաց է մնալու, մինչև Արցախը ամբողջությամբ միանա Հայաստանին ու Ադրբեջանը ամբողջությամբ ծնկի գա Հայաստանի առջև։ Ինչևէ, բայց մենք արեցինք այդ առաջին հավաքը, որպեսզի ուղերձ եղենք աշխարհին, մեր թշնամիներին հատկապես, որ չի փակվել այդ էջը ու իրականում նոր էջ է բացվում, հայ ազգայնականության նոր էջ է բացվում այս 21-րդ դարում։ Մենք ենք այդ ջահը բռնում, հոսանքը այդ ջահը բռնում է ու առաջ է տանելու, մինչև մենք նորից հաղթանակած ու ավելի հզոր դուրս գանք։ Այդտեղ ես ճառ ասացի, մենք քայլեր տարեցինք, ընդամենը 15-20 հոգով ենք, երիտասարդներով, ու հետո մենք տեսանք, որ ինչ վայնասուն բարձրացվեց այդ հավաքից հետո, թե թուրքական, թե ռուսական մամուլի կողմից, նույնիսկ Զախարովան դրա մասին խոսեց, ու ինչ թե մենք թևկապ ենք հագել, մենք մեր հավերժության դրոշը սև սպիտակ կարմիր էր ու Նժդեի արձանի դիմաց արիական ողջույն ենք արել։ Այ հիմա հասկանալի է մարդիկ այդ ամեն ինչը բացասական են ընկալում, բայց ամեն դեպքում ես ուզեցա այդ ոճով նաև հանդես գալ, որպեսզի այդ ուղերձը հասնի մեր թշնամիներին, որովհետև մենք մեդիա չունենք, մենք ոչ հովանավոր ունենք, ոչ մեդիա կա մեր հետևում կանգնած, ցավոք սրտի պետք է նաև այդ սև PR-ով մենք հանդես գանք ու տեղ հասավ այդ վախը, նրանք զգացին, որ Հայաստանում ազգայնականությունը չի մեռել, ու այսպիսի մարդիկ կան, որ ապագայում խափանելու է իրենց բոլոր հակահայկական ծրագրերը ուղղված մեր պետականության դեմ։ Ես ամբողջ նպատակը դա էր, որ ինչ որ ուզեցա անեմ, կարելի ասել հասավ է դրան, բայց հետո իհարկե մենք հասկացանք, որ երկարատև պայքարում մենք պետք է մեր ոճը փոխենք, ավելի հայկականացնենք, ոսկեգույն ընտրեցինք, սևի փոխարեն զինանշանը, Սյունիքի Լեռնահայաստանի զինանշանը մենք ժամանակակից դարձրեցինք, կատարելագործեցինք, որը հիմա տեսնում եք սա է։ Ու թևկապայլովը չհականք տարբերանշան, մի խոսքով ռեբրանդինգ արեցինք, ու այդ նույն տարվա դեկտեմբերի 18-ին ուզեցա ես առաջին համաժողովը կազմակերպեմ, արդեն լրիվ փոխված էր, արդեն երկու հատ հավաքել ենք արել ու քաղաքից դուրս այդ ժամանակ մեզ վայնասուն բարձրացնելու փոխարեն լրիվ արհամարեցին, կամ պետք է դեմ արտահայտվեն, կամ պետք է լրիվ անտեսեն, դա է իրանց կանոնը։
Անտեսեցին, որովհետև քաղաքից դուրս էր, ուշադրություն չէր գրավում։ Եթե քաղաքը նորից անենք, էլի կարող են նույն բանը ասել, բայց հենց այդ ասածս, որ մենք ուզեցանք այդ համաժողովը անել նորից քաղաքում ու չթողեցին։ Հայաստանում գործող իրենց կամակատարները, լրագրողները զանգում էին այդ Elite Plaza-ին ու ասում էին, թե ինչու եք թողում, որ այսպիսի ինչ-որ կազմակերպություն կամ քաղաքական խմբավորում համաժողով կազմակերպի, ֆաշիստական, նացիստական խմբավորում համաժողով կազմակերպի ձեր բիզնես կենտրոնում։ Օրինակ Telegram-ան ալիք կար, ռուսական Telegram-ան ալիք էր, պաշտոնական ալիք էր։ Dvayni Mayor ինչ որ այդպես իրանց պաշտոնական ալիքներից մեկն է, որը ունի 1.5 միլիոն բաժանորդագիր, ու նրանք մեր դեմ արտահայտվեցին, որ Հայաստանում նեոնացիստները գլուխ են բարձրացնում։ Չի կարելի ուլտրանացիոնալիստներ, նեոնացիստներ, ռևանշիստներ գլուխ են բարձրացնում։ Ոնց կարելի է sense բան լինել, ու ինչու Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում։ Ու նորից ասեմ, Հայաստանում այդ իրենց ծախված մեդիան, իրենց կամակատարները նույն այդ գրածը վերցեցին հայերեն թարգմանեցին ու հրապարակեցին իրենց թերթերում։ Օրինակ, սա Իրավունք թերթն է, որ այդ ժամանակ հրապարակվեց, այդպես է գրած է. նեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում։ Ինչի շուրջ կա դավադիր լռություն։ Սա է։ Հետաքրքիր ասում, ինչի շուրջ կա դավադիր լռություն, ես էլ ասում ինչի շուրջ կա դավադրություն մեր նկատմամբ, որ չեն թողում մենք մի հատ հասարակ փոքր համաժողով կազմակերպենք, փոքրաթիվ։ Ու այդպես չեղարկվեց այդ համաժողովը, ես ուրիշ տեղ արեցի քաղաքից դուրս, կենտրոնից դուրս, քաղաքում էլի արեցինք, բայց կոմիտասում էր, անցկացրինք այդտեղս, ճարասեցի եւ այլն։ Բայց ասածս ի՞նչ է, շատ չխորանամ, ասածս այնա, որ չթողեցին։ Այսինքն մեծ վայնասուն բարձրացին, ինչի համար։ Ինչ պետք է դրանց ինչու էր դա իրանց համար վտանգ։ Նրանք ամեն ինչ անում են, որ այս համակարգը իրենց վերահսկողության տակ մնա ու բոլորը ովքեր կան, ենթարկվում են իրականում իրանց օրակարգին, ովքեր այս քաղաքական դաշտում կան ու վերցրել են այս քաղաքական դաշտը, բաժանել են իրենց միջև, ինչպես մաֆիան բաժանում է քաղաքը իրենց միջև, նույն բանը այս քաղաքական մարմնավաճառներն են արել մեր քաղաքական դաշտի հետ։ Դա պետք է հասկանանք։ Ու ամեն ինչ անում են, որ դրսից մի անկախ ուժ չմտնի ու առաջ գնա։ Ու այս ամենը ավելի լավ հասկանալու համար մենք պետք է մի քիչ հետ գնանք պատմության մեջ։ Մենք պետք է ավելի գլոբալ կոնտեքստը նայենք։ Չգիտեմ, մեր հայրենակիցները թյուր կարծիք ունեն ազգայնականություն, ազգայինը որն է, կարծում են ով ուզի, sense կարող է հանգիստ sense բացի առաջ գնա, ինչա թե դրոշակը ծածանում, ասում է ես ազգային մազգային ու վերջ, ինքը հայրենասիրական ինչ որ կուսակցություն է կամ կազմակերպություն է ու ոչ մի խոչընդոտ չի հանդիպի։ Միակ խոչընդոտը այն է, որ հա, միայն ֆինանսն է, բայց միայն ֆինանսը չէ։ Դեռ մի մեծ դավադրություն կա, որ պետք է հասկանանք։ Նորից ասեմ, պետք է այդ գլոբալ կոնտեքստը նայենք դա հասկանալու համար։ Երկրորդ աշխարհամարտից առաջ, երբ նոր էր այսպես ասած ժողովրդավարությունը հաստատվում Եվրոպայում, թե Ամերիկայում կար կներեք, Եվրոպայում առաջին աշխարհամարտից հետո հատուկ սիոնիստների ոնց որ նպատակ այն էր, որ թագավորությունները տապալեին ու ճանապարհ բացեին այդ ժողովրդավարության համար, որովհետև այդ ճանապարհով ավելի հեշտ են կարողանում իշխեն երկրների վրա։ Այդ պատրանքը ստեղծեն, որ իբր sense ընտրություն ունեն մարդիկ, որովհետև մարդ, որ բանտում է ճաղերի հետևում է, գիտի որ բանտում է, բայց մարդ, որ բանտում է, բայց ճաղեր չի տեսնում, կարծում է ազատ է։ Բայց իրականում նույնպես բանտի մեջ է, ինչպես օրինակ դրա համար այդ Matrix ֆիլմը հենց իմաստը դա է։ Morpheus-ն էլ ասում է Neo-ին, որ դա քո մտքի համար բանտ է։ Matrix-ը հենց դա է, ոնց որ նույն բանն է, հիմա այդ են ստեղծել։ Այս բազմազանությունը, բոլոր այս կուսակցությունները sense ցուցադրում են, իբր այդ իլյուզիա են ստեղծում, այդ պատրանքն են ստեղծում, որ օ, տեսեք, ինչ ընտրություն ունեք։ Նույնը ոնց որ գնում եք խանութ ու տեսնում եք տարբեր տեսակ ինչ որ կոնֆետներ ու բազմազանություն է իրականում, բայց տեսնում եք իրականում դրա հետևում մեծ սպիտակ շաքարն է։ Նույն շաքարն է օգտագործում, նույն թույնն է, էլի։ Նույն բանը այստեղ է։ Բայց այն ժամանակ, որ նոր հաստատվեց ժողովրդավարությունը, օրինակ Գերմանիայում ու այլ այդպես երկրներում, հիմա Գերմանիան լավ օրինակն է, որովհետև այդտեղից առաջացավ, ասենք, այդ ազգայնական շարժումը ամենաշատը, իհարկե Իտալիայում էլ եղավ եւ այլն, բայց այն ժամանակ
կայուն չէր ու նորություն էր, դրա համար ասենք երբ որ այդ ճգնաժամ եկավ, կարողացան ազգայնականները, ովքեր կազմակերպել էին, ովքեր հետևողական պայքար էին մղել տարիներ շարունակ, կարողացան այդ ճգնաժամի ժամանակ առաջ գնալ, որովհետև այդ ճեղքը բացվեց ու մարդիկ տեսան, որ նրանք են իրականում ճշմարտություն ասողները, ոչ թե այն բազմաթիվ կուսակցությունները, որոնք միայն խաբում են ժողովրդին ու ուզում են ինչ որ ձայներ հավաքեն, աթոռներ զբաղեցնելու համար, չէ, տեսնում են, որ իրականում ազգայնականներն են պատրաստ երկիրը ճգնաժամից դուրս հանելու համար։ Իրանք չեն պայքարում աթոռների համար, չեն պայքարում գումարի համար, նրանք պայքարում են իսկապես իրենց ազգի հայրենիքի համար, մարդիկ դա հասկանում են, դրա համար այս պատրանքի ժամանակ ես բազմաթիվ անգամ ասել եմ, իշխում է կեղծիկը, իշխում են կեղծավորները, բայց երբ այդ պատրանքը տապալվի ու տապալվելու է միանշանակ, այդ ժամանակ ճշմարտությունը կարողանում է դուրս գալ, որովհետև մարդիկ արդեն դրան են տենչում, այդ են լուծում գտնում, որովհետև դա է լուծումը, դա է ճշմարտությունը։ Ուղղակի նորից ասեմ, այն ժամանակ համակարգը այդքան վերահսկված չէր, որքան այսօր։ Իհարկե կար էլի նույն բաներ, բայց նորություն էր, լրիվ զրահապատված չէր կարելի ասել, դրա համար եւ այդ 1929 թվականի մեծ տնտեսական ճգնաժամը եկավ, կարողացան գալ իշխանության։ Ու այն ժամանակ դա պետք է հասկանանք, որ այն ժամանակ տոկոս չկար հաղթահարելու տոկոս չկար, ինչ որ շեմ չկար, որ պետք է հաղթահարեին ու մտնեին ազգային ժողով։ Այն ժամանակ ովքեր, չգիտեմ, կարծում 50 թե 60 հազար ձայն հավաքում էին, մի աթոռ էին ունենում իրենց խորհրդարանում։ Այսինքն պետք չէր, անպայման չէր 5% ստանային, դրա համար այդ մարգինալ ազգայնական ուժերը 2-3% էին։ Այդ ստաբիլ ժամանակներում, բայց երբ ճգնաժամը եկավ, կարողացան երկրաչափորեն աճել։ Բայց երկրորդ աշխարհամարտից հետո այս ուժերը, միջազգային սիոնիզմը եւ այլն հասկացան, որ չէ, մենք չենք կարող սա թույլ տալ, որ նույն բանը նորից կրկնվի։ Դրա համար ավելի սենց ամրացրին ամեն ինչ, իրենց դիրքերը ամրացրին, այդ ճեղքերը փակեցին, որ այդ ճանապարհով ազգայնական ինչ-որ մի շարժում նորից չգա իշխանության, որը սպառնալիք կլինի իրենց օրակարգին։ Ու սա եւս ապացուցելու համար մենք կարող ենք տեսնել մի շարժում Հունաստանում, որը ստեղծվեց 1980 թվականին, ոսկե գարուն, հույն ազգայնական շարժում էր, որը կուսակցություն դարձավ 1993 թվականին ու նաև խորհրդարան մտավ հենց այդ 2008-ի կողմերը, երբ որ այդտենց տնտեսական ճգնաժամ էր։ Խորհրդարան մտավ, ճիշտ ասած մոռացա թե քանի աթոռ ունեն, բայց բավականին մեծ ազդեցություն ունեին հույն հասարակության վրա։ Ու 2008-ից 2010 թվին էր, որ այդտենց սկսեցին խորհրդարանում աթոռներ ունենալ, բայց տեսեք 30 տարվա կուսակցություն էր, շարժում էր ու 17 տարվա կուսակցություն էր, բայց վերջում ասեն կարողացան աթոռներ ունենալ ու աճում էին, որովհետև տեսնում էին, որ հույները, հույն ազգայնականները տեսնում են, որ իրանք են իրականում այն ազգային ուժը, որ կարող է Հունաստանին այդ խղճուկ վիճակից դուրս հանել։ Բայց ինչ եղավ, ամբողջությամբ փակեցին այս շարժումը, ձերբակալեցին առաջնորդներին, պիտակավորեցին որպես հանցագործ ինչ-որ ապօրինի շարժում, բայց նրանք ոչ մի տենց ապօրինի բան չէին արել, ահաբեկչական եսիմինչ չէին արել ու փակեցին։ 2020 թվականին էլ նաև ամբողջությամբ արգելեցին ու այդ շարժման անդամները նույնիսկ 3-4 հոգի լեւի չեն կարող հանդիպել ու խոսալ, որովհետև դա կհամարվի, որ նորից ուզում են ինչ-որ վերականգնել այդ կազմակերպությունը, այդ կուսակցությունը։ Նույն օրինակը վերջերս եղավ։ Հենց Ավստրալիայում նույն բանը։ Այնտեղ էլ 16 թվականին էր սպիտակ ավստրալիացիները, ովքեր պայքարում են իրենց պետության օրակարգի դեմ, որը ներգաղթանները անդադար բերում իրենց երկիր, լստում իրենց երկիրը տարբեր տեսակ ցեղերով, ցեղի ներկայացուցիչներով, սևերով, արաբներով եւ այլն, այդ ամբողջ այդ օրակարգի դեմ պայքարում էին 16 թվականին այդ իրենց շարժումը ստեղծել էին, ավելի շատ թափ հավաքեց 2020 թվականից սկսած, բայց հենց ուզեցան կուսակցություն դառնալ, երբ որ տեսան արդեն իրոք
շատանում են իրենց աջակիցները, հենց ուզեցան ամեն ինչ օրինական ճանապարհով կուսակցություն գրանցել եւ մասնակցել ընտրություններին, ինչ եղավ, նույն բանը իրանց արեցին։ Օրենք հատուկ ստեղծեցին, իրանց դարձրին ապօրինի ատելության ինչ որ խմբավորում նման մի բան, անկապ մի բան տենց ասացին ու լրիվ ապօրինի դարձրին շարժումը, փակել տվեցին։ Ու հիմա չկա այդ։ Հիմա չկա այդ շարժումը, 10 տարվա այդ շարժումը չկա։ Մայհակ մարդիկան ծվրված են, բայց նույնիսկ նրանք չեն կարող այս պահին 3 հոգուց ավել հավաքվել ու ինչ որ մի բան քննարկել, որովհետև դա կհամարվի նորից ինչ որ փորձ, որ կազմակերպությունը վերականգնվի։ Այսինքն սրա էլի ցենց օրինակներ կան, բայց սրանք ամենավառ օրինակներն են, ու ինչ որ նոր ասացի Ավստրալիա պահով, դա ամենաժամանակակից օրինակն է։ Ինչու է բա, եթե Ավստրալիայում եթե դա թույլ չեն տալիս, դուք ինչ եք կարծում, որ Հայաստանում ինչու եք կարծում, որ Հայաստանում դա թույլ կտան։ Այսինքն Ավստրալիան լրիվ առանձին կղզի է, անկախ պետություն է, իհարկե դա Անգլիայի ազդեցությունը մեծ է, բայց այնտեղ նույն բանը արեցին այնտեղի ազգայնականներին։ Այստեղ Հայաստանը, որ հենց Ռուսաստանի քթի տակ է, Ռուսաստանի ազդեցության տակ է այս 300 տարի, հատկապես այս վերջին 100 տարում, դուք կարծում եք թողելու են ազգայնականները հանգիստ գործեն այստեղ։ Հիմա այստեղ ցույց տվեցի թերթում, որ ասում է նեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, բայց այստեղ կուսակցություն կա, որ մասնակցում է Հայաստան, անունը չեմ տա, բայց 10 տարի առաջ ահաբեկչական գործողություն է արել։ Հիմա ոնց ուզում եք դա մեկնաբանեք, ամեն դեպքում դա ապօրինի ինչ որ գործողություն էր։ Մտել էին ոստիկանական շենք, ՊՊԾ-ի գունդ ու ահաբեկչություն էին արել, բայց հիմա կարողանում են կուսակցություն բացեն ու առաջ գնան։ Այսինքն մասնակցեն ընտրություններին, դա ոնց է լինում։ Ոնց է լինում, որ նման մի շարժում, որ նման մի բան արել է, կարողանում է հիմա հանգիստ մասնակցի ընտրություններին կուսակցություն ունենա, իսկ ես ինչ թե 20 տղերքով արիական ողջույն ենք արել Նժդեի արձանի դիմաց թևկա փակած ու չեն կարողանա համաժողով նույնիսկ կազմակերպել, ու մնաց կուսակցություն գրանցել։ Ու մնաց այլ ընտրություններին մասնակցել։ Դուք իսկապես հավատում եք, որ ես կարող եմ օրինակ ենթադրենք թույլ տային կուսակցություն բացեմ ու ենթադրենք թույլ տային, որ մասնակցենք ընտրություններին, ինչ որ մի հրաշքով դա ստացվեր, դուք հավատում եք, որ ես կկարողանամ մեր 20 տղերքով կազմակերպեմ համազգեստ հագած, մեր զորադրոշով, մեր դրոշով, ամեն ինչ խաղաղ, ամեն ինչ օրինական, ոչ մի ատելության խոսք, այդ հունվարի 1-ին էլ ոչ մի ատելության խոսք չասացինք, ոչ մի բռնի կոչեր չասացի, ոչ մի բան։ Ընդհանրապես ասում ենք միշտ հայ, փառք հայքին ու նման բաներ։ Ոչ մի այդտեղ ապօրինի անօրինական բան չկար։ Դուք բայց կարծում եք, որ մենք կկարողանանք այդ մեր մոխրագույն համազգեստով, մեր զորադրոշով, մեր դրոշներով մարշ անենք, քայլենք, երիտասարդ տղամարդկանցով քայլենք ու այդ ամեն ինչը բացականչենք, մեկ ազգ, մեկ պետություն, մեկ կամք, միշտ հայ, փառք հայքին, այդ ամեն ինչ ասենք ու Կրեմլը ոչ մի բան չի ասելու, այդ ամեն ինչը նայելու է, ասելու է, հա, լավ են անում տղերքը, թող անեն, դա ժողովրդավարություն է։ Նույնիսկ չեմ կարող դա պատկերացնել։ Իհարկե դրա դեմը կառնեն, կասեն, օ, Հայաստանում ռևանշիստներ, ուլտրանացիոնալիստներ, ֆաշիստներ են, փորձում գլուխ բարձրացնեն, ինչու կառավարությունը ոչ մի բան չի անում, Ալիևը ուրեմն ճիշտ էր, Հայաստանը ֆաշիստական երկիր է։ Այդ հիմա կապ չունի, ֆաշիստ բառը, գիտեք, այդ բառը ֆաշիստ, նացիստ 21-րդ դարի բոբոն է, դա միշտ կասեն, դա միշտ կօգտագործեն մարդկանց ազգայնականներին վարկաբեկելու համար։ Մի քանի անգամ դա ասել ու մեր շարժումն է փակակտան, ինչպես արեցին Եվրոպայում, Ավստրալիայում եւ մյուս տեղերում։ Ես այս ամեն ինչը բաց ասում եմ, ես թաքցնելու բան ոչինչ չունեմ։ Ամեն ինչ ասում եմ, ես ուղղակի ուզում եմ ճշմարտությունն ասեմ, որ մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում։ Ու հասկանան, որ այս բոլոր կուսակցությունները, հատկապես նրանք, ովքեր մասնակցում են այս խեղկատակ ու խայտարակ քարոզարշավներին, իրականում դա այդ եմ ասում, դաբրոն են ստացել։ Կներեք, բառից համար ռուսական բառ է, բայց շատ տեղին է այստեղ, դաբրոն են ստացել, հենց Կրեմլից թույլտվություն են ստացել, որ կարող են մասնակցել։ Որովհետև վտանգ չեն սպառնում այս համակարգին, այս հակահայկական օրակարգին։ Եվ դրա մի օրինակը մենք կարող ենք տեսնել, երբ ասում են, որ ոչ մի փաստաթուղթ չեն չեղարկելու։
այս կուսակցությունները չեն ասում, որ չեղարկելու են համ նոյեմբերի 9-ը, համ օգոստոսի 8-ը։ Կարող է ինչ-որ մեկը կարող ասի նոյեմբերի 9-ը, բայց չի ասի օգոստոսի 8-ը, որ հենց բխած է նոյեմբերի 9-ից։ Այդ երկու փաստաթղթերը ամբողջությամբ հակասում են մեր ազգային շահերին։ Ու ցանկացած ազգայնական քաղաքական շարժում պարտավոր է չեղարկելու, մերժել այդ երկու փաստաթղթերը։ Բայց ասում են, չէ, մենք չենք չեղարկելու, ինչ ավելի լավ ձև ենք բանակցելու, այսինքն ասում են, որ պայքարում են այս իշխանության դեմ, բայց շարունակելու են այս իշխանության նույն դավաճանական քաղաքականությունը, որը պարզապես հավեշտալի է։ Իսկ մենք ասում ենք, որ չէ, մենք եւ գանք իշխանության, երբ պատմությունը մեզ համար այդ հնարավորության պատուանը բացի, վերին ուժերը մեզ օգնեն, ու մենք գանք իշխանության մեր կամքով, մեր աշխատասիրությամբ, մեր նվիրվածությամբ, գանք իշխանության մի օր, միանշանակ այդ երկու փաստաթղթերը պատրելու ենք, որովհետև դա ուղիղ վտանգ է սպառնում մեր անկախ պետականությանը։ Եթե մենք դա չպատրենք ու գցենք աղբանոցը, մեր անկախությունն է վերանալու։ Մեր ամբողջ հայրենիքն է պատրվելու, եթե մենք չպատրենք այդ երկու փաստաթղթերը։ Սա է ճշմարտությունը, սրանք չեն ասում։ Չեն ասում, որ մենք նորից ասեմ, ինչպես այն անգամ եմ ասել, որ մենք պետք է վերածվենք ուժային գործոնի, մենք պետք է կարողանանք ուժին պատասխանել ավելի մեծ ուժով, հարվածներին ավելի հուժկու հակահարվածներով, որ մենք պետք է մեր կարմիր գիծը քաշենք, պատրաստենք ուժով պատասխանել, որովհետև արդեն չպետք է նայենք, թե ով կօգնի մեզ, ով չի օգնելու։ Մենք պետք է պատրաստ լինենք պատասխանել դրան։ Մենք պետք է պատրաստ լինենք Բաքվի բռնապետին ապտակել, որպեսզի նա հասկանա, որ նա չի կարող անընդհատ իր բռունցքը թափ տալ մեզ վրա։ Նման բաներ պետք է քարոզի մեր ժողովրդին այս օրերին։ Բայց հելում են ամեն մեկը ինչ-որ մի անկապ մի բան է ասում, լոլիկը կէժանանա, այս կանենք, այն կանենք, ավելի լավ կբանակցենք, ավելի լավ հովանավոր կունենանք, փոխվենք, գնանք Եվրոպա, ես մյուս անգամ կասեմ, որ դա մի մեծ դավադրություն, որտեղ ոչ մի տենց բան չկա, այս իշխանությանը ներկայացնում են որպես արևմտամետ, հատուկ այն նպատակով, որպեսզի հետո կարողանան Հայաստանի Հանրապետությանը անել այն, ինչ արեցին Արցախի Հանրապետությանը, բայց սա ուրիշ անգամ ես ավելի մանրամասն կբացատրեմ։ Էլի եմ ասել, բայց անընդհատ դա պետք է ասեմ, մինչև հասկանամ, որովհետև շատերը դա չեն ասում, ոչ թե շատերը, ոչ մեկ դա չի ասում, հետևողականորեն։ Կարող է ինչ-որ մի երկու տեղ մարդիկ ասած լինեն, բայց որ այդ ամեն ինչը հատուկ ծրագիր է Կրեմլի, որպեսզի կարողանան Հայաստանի ներկայացնեն որպես դավաճան դաշնակից, որ դավաճանում են Ռուսաստանին, դա հատուկ ծրագիր է, որպեսզի հետ քաշվի, երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, հենց իր կանաչ լույսով, իր տված կանաչ լույսով։ Բայց նորից ասեմ, սա մի ուրիշ թեմա է, ուղղակի ուզեցա մի հատ ավելի լայն պատկերը ներկայացնեմ, թե ինչ է կատարվում աշխարհում, Եվրոպայում, բանում, ինչ է եղել այն ժամանակ, ու հասկանաք, որ այս կուսակցությունները նույն համակարգի մասն են կազմում։ 9-19 կուսակցություն, բայց բոլորը նույնն են իրականում։ Ոչ մեկը իրարից էապես չի տարբերվում։ Ու դրա համար երկրորդ աշխարհամարտից հետո նաև տոկոսը բարձրացրին, այն ժամանակ տոկոս չկար, կամ նույնիսկ եթե կար, ընդամենը 1-2% կլիներ, բայց դարձին 4-5%, դաշինքների համար 7%, այնպես հատուկ դա արեցին, որպեսզի միայն իրենց վերահսկողության տակ գտնվող այդ կուսակցությունները կարողանան մտնեն ազգային ժողով կամ խորհրդարան ու շարունակեն իրենց նույն հայադա կամ ուրիշ երկրներում դավաճանական քաղաքականությունը ու այդպես շարունակեն գլոբալիստների օրակարգ առաջ տանել, միջազգային սիոնիզմի օրակարգը առաջ տանել։ Նույն բանը հիմա աշխարհում դա է տեղի ունենում։ Բոլոր ժողովրդավարական բռնապետություններում, հատկապես արիական երկրներում ամեն ինչ արվում է, որպեսզի ազգայնականները ընդհանրապես չէ, այն ժամանակ մարգինալ էին էլի համարվում, բայց հիմա ընդհանրապես չերևան։ Հիմա ընդհանրապես շանս չունենան նույնիսկ մոտենալու խորհրդարան։ Այն ժամանակ այն էլի խորհրդարանում քիչ աթոռներ էին զբաղեցնում, հիմա ընդհանրապես իսկի չերևան չմոտենան։
Սա պետք է լավ հասկանանք։ Սրանք իրականում նույն ուղղությամբ են մեր երկրին տանում, որը հենց այդ հանձնվելու ուղղությունն է, պարտվողականության ուղղությունն է, իսկ մենք ասում ենք, որ միայն պայքարելով ու հաղթելով մենք կկարողանանք իրական անվտանգություն ունենալ եւ իսկական խաղաղություն ձեռք բերել մեր կամքը թելադրելով մեր թշնամիներին։ Սա է միակ ճանապարհը։ Բայց զորահանդեսը արեցին, ուզում են ցույց տան, որ տեսեք ինչ ուժեղ ենք։ Դա իրականում իհարկե նախընտրական քարոզաշավ է։ Քարոզչությունն է, որպեսզի իշխանությունը նորից վերարտադրվի, որ իրականում, ինչպես բազմիցս ասել եմ, իրականում նեոբոլշևիկյան այս համակարգն է վերարտադրվում։ Այն համակարգը, որը 91 թվականին հիմնադրվել է ու մինչև այսօր իշխում այն ապօրինի ու հակահայկական համակարգը, քաղաքական համակարգը նորից վերարտադրվելու է, որովհետև էլի նույն բանն են, նույն սխալներն են մարդիկ անում, ու այդ ուժը, որի պրտեմա ցույց են տալիս, որ տեսեք, մենք ինչ ուժեղ ենք, ասում են, բա մենք թույլ ենք, մենք պատրաստ չենք պայքարելու, բայց մի բանով ձեզ ստափեցնեմ, մի փաստով։ 2020 թվականից առաջ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել 5 զորահանդես, իսկ Արցախի Հանրապետությունում եւս 5 հատ ռազմական շքերթ։ Ու պատրաստից առաջ էլ հենց այս նույն իշխանությունը ինչ էր ասում։ Ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, նոր զենքեր էր ցուցադրում, պաշտպանության նախարարը ասում էր նոր պատերազմ, նոր տարածքներ։ Իհարկե հետո հասկացանք, որ այդ նոր տարածքներ հասելով նկատի ուներ նոր տարածքներին կորցնելու, ոչ թե ձեռք բերելու։ Բայց այդ ու Տավուշում դիմադրություն էին ցուցաբերում ադրբեջանական բանակի դեմ հենց պատերազմի սկսելուց 1-2 ամիս առաջ։ Այսինքն այդ 10 զորահանդեսով այդ ամեն ինչը, որ եղավ այդ 26 տարվա մեջ, 26 տարվա մեջ 94 թվականից սկսած, երբ մենք հաղթեցինք Արցախյան ազատամարտը, 94 թվականից մինչև 2020 թվականը 26 տարում այդ որ եղավ 10 հատ զորահանդես ու այդ ագրեսիվ տոնով որ խոսում էին Բաքվի բռնապետի Ադրբեջանի դեմ, այդ ամեն ինչը իրականում ոչ մի արժեք չունեցավ, որովհետև 44 օրում մենք տեսանք, թե ինչ դանակ խրվեց մեր բանակի մեջքին, որի արդյունքում ինչ խայտարակ պարտություն գրեցինք։ Մենք տեսանք այդ ամեն ինչը 0 է, որովհետև իրական խնդիրը քաղաքական է։ Իրական խնդիրը քաղաքական է ու այն, որ մեր բանակը, մեր զինված ուժերի ռազմավարությունը առհասարակ սխալ հիմքերի վրա էր դրվել հենց ստեղծման առաջին օրվանից։ Մենք ակտիվ պաշտպանական բանակ լինելու փոխարեն դարձանք пассив պաշտպանական բանակ, ոչ մի դասեր չքաղելով մեր ազատամարտիկների կրած հաղթանակներից։ Սա էլ է մի այլ թեմա։ Բայց էտա մենք պետք է հասկանանք, որ բուն խնդիրը քաղաքական է, այդ զորահանդեսները, նույնիսկ եթե միջուկային զենք է սպայն ունենային, դա ում է պետք է թե քաղաքական համակարգը մինչև հիմքը փտած է, երբ քաղաքական դաշտը վերիզվար լի է դավաճան սրիկաներով, ինչքան էլ ուզում ես զենք գնի, ինչ էլ ուզում ես արա, եթե մենք արմատապես ու հեղափոխական ձևով չլուծենք մեր քաղաքական խնդիրները, մենք երբեք չենք կարողանալու լուծել մեր ռազմական խնդիրները եւ չեզոքացնել այն վտանգները, այն օրհասական վտանգները, որը սպառնում է մեր անկախ պետականությանը։ Դրա համար միակ լուծումը, ինչպես բազմիցս ասել եմ, ազգային հեղափոխությունն է։ Ազգային հեղափոխությունը անհրաժեշտ է, որպեսզի մենք լուծենք, արմատապես լուծենք այդ քաղաքական խնդիրները, որովհետև դրանք անհրաժեշտ են։ Ու երբ մենք կերտենք այդ ազգային պետությունը, միանշանակ կարողանալու է վճռականորեն ոչ միայն լուծել այդ քաղաքական խնդիրները, այլև ինչպես ասացի, չեզոքացնել այդ սպառնալիքները, որը օրեցօր աճում է։ Սա պետք է հասկանանք, որ այո, շատ լուրջ ու դժվար օրեր են մեզ սպասվում, բայց մենք կկարողանանք այդ ամենը հաղթահարել, եթե
Ընդունենք ճշմարտությունը, շարունակենք պայքարը ու երբեք չհանձնվենք։ Այսօր այսքանը։ Դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։